Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թոմասյան եմ Թբիլիսիից, Վրաստանից եւ այսօր մենք ձեր հետ միասին խոսելու ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին։ Առաջի հերթին նկատի ունեմ այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է իր այցը Մոսկվա եւ չի մասնակցելու մայիսի 9-ի ուրեմն այդ միջոցառումներին, որոնք տեղի կունենան Մոսկվայում։ Եվ դա շատ կարևոր զարգացում է իհարկե, որովհետև դրա զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում տարբեր հայտարարություններ են արվում, դա վերաբերվում է ինչպես իր ժամանակ Ռուսաստանի տարածքում ամիսներ առաջ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցման եւ դրա հետ կապված զարգացումներին, որ Ռուսաստանը պատշաճ չի քննել այդ հարցը եւ ներողություններ չի խնդրել, վերաբերվում է կիբեր հարձակման թեմային, որ իբրև Ռուսաստանը կազմակերպել է կիբեր հարձակումներ Ադրբեջանի վրա, որը վերջի օրերի ընթացքում ակտիվ զարգացնում են այդ թեման ադրբեջանական մամուլը, վերաբերվում է ընդհանրապես ադրբեջանական մամուլում նրան, որ Ռուսաստանը իրեն պատշաճ չի պահում Ադրբեջանի հանդեպ, բայց իհարկե սա ունի նաև տարբեր տրամաբանություն, սա պատճառներն են, պաշտոնական պատճառը, որը Ուշակովը Ռուսաստանի նախագահի հոգնականը արտաքին գործերի հարցերում նշեց, այն է, որ Իլհամ Ալիևը պետք է մասնակցի Հեյդար Ալիևի ուրեմն նվիրված միջոցառումներին, որը մայիսի 10-ի համար է պատրաստված, իհարկե սա պատճառ չէ իրական, որովհետև բազում անգամ մայիսի 10-ին Հեյդար Ալիևի ծննդյան օրվան արդիվ միջոցառումներ անցկացվում են Ադրբեջանում, բայց այս անգամ Ալիևը որոշել է չգնալ Մոսկվա։ Պատճառները տարբեր են, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ամբողջ տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածները վերջի 24 ժամվա ընթացքում ըստ ռուսական տվյալների Ռուսաստանը 500 ԱԹՍ է խոցել։ Ինչքանով խոցել է, թե չէ 500 ԱԹՍ, ես ասել չեմ կարող, որովհետև առաջի հերթին ռուսական աղբյուրներին վստահել չի կարելի, բայց ուրիշ օրերին, եթե ռուսական աղբյուրները 50 կամ 100 ԱԹՍ-ի մասին է խոսում, հիմա 500-ի մասին է խոսում, իրականում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում լուրջ խնդիրներ են, հատկապես օդանավակայաններում եւ իրոք կա լուրջ գործընթաց ԱԹՍ-ների հարձակումների հետ կապված հենց ուկրաինական ԱԹՍ-ների Ռուսաստանի վրա, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, մի շարք ուրիշ քաղաքների օդանավակայաններում թռիչքները օրերը արդեն չեղարկված է եւ դրա հետևանքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ չեն կարող մեկնել մեկ կամ ուրիշ վայր, իհարկե խնդիրներ է ստեղծվել նաեւ Մոսկվայում ոչ միայն օդանավակայաններին, այլ տարբեր տնտեսական կենտրոններին եւ այրվում են, պայթում են տարբեր բաներ, մենք դրա հետևից ակտիվ նաեւ հետևում ենք, բայց կարևորը այն է, որ տարբեր առաջնորդներ չեղարկել են իրենց այցերը Մոսկվա, այդ թվում Սերբիայի նախագահը Վուչիչը, որը պետք է գնար Մոսկվա, Բաքուում է հիմա եւ դեռ չի հասել Մոսկվա, պետք է որ մոտակա ժամանակահատվածում հասնի, որովհետեւ չէր կարող Մոսկվայում չվերթ կատարել, որովհետև արդեն նշեցի, որ ԱԹՍ-ների հետ խնդիր կար եւ դրա պատճառով մեկնեց Բաքու։ Ընդհանուր առումով կարամ ասեմ, որ Ալիևի այս որոշումը ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության հարց է, այլ զուտ անվտանգության հարց է եւ ես կարծում եմ Ալիևը ճիշտ որոշում է կայացրել իր համար, որովհետեւ իր պետությունում իր անձնավորությունը ունի շատ մեծ կարեւորություն եւ այս իրավիճակում գնալ Մոսկվա եւ ստեղծել քեզ անվտանգության խնդիրներ, հասկանալի չի թե ինչու սա պետք է Ալիևը աներ։ Բացի դրանից, սրանով ինքը ել ավելի կմոտենա արևմուտքին, որովհետեւ չհայտնվի այդ օրը Պուտինի կողքը եւ դա նաեւ մեսիջ է արևմուտքին, ինչ որ առումով, որը արևմուտքի համար ընդունելի եւ դրական կլինի։ Այդ թվում Կայա Կալասի համար խոսքին եւ Եվրոպական միության, որովհետեւ որևէ մեկը չէր ուզենա տեսնել այդտեղ առաջնորդներին այն երկրների, ով Եվրոպական միության հետ հարաբերություններ ունի։ Հատկապես, երբ խոսքը գտնում է Հայաստանի մասին, եւ ես կարծում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնելը Մոսկվա
առաջերտին անվտանգության լուրջ խնդիր է եւ համարում եմ, որ սա կարա լինի շատ լուրջ սխալ մեկնել Մոսկվա այս իրավիճակում։ Բացի դրանից, սա նաև մեսիջի առումով, հատկապես եվրոպական ինտեգրացման գործընթացի ուղղությամբ այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, որ կա առաջընթաց, այդ ուղղությամբ կլինի նաև լուրջ ոչ դրական, այլ բացասական որոշում։ Հաշվի առնելով, որ հաշված ժամեր են մնում մինչև այդ որոշումը, ես դեռ հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջի րոպեին կկայացնի կարևոր եւ ճիշտ որոշում եւ իր փոխարեն կուղարկի խոսքին ուրիշ որևէ մեկին, Մհեր Գրիգորյանին խոսքին, եւ ինքը չի մեկնի Մոսկվա, որովհետեւ այնտեղ կլինի ադրբեջանական նաև զինված ուժերի ներկայացուցիչներ, չի լինի Ադրբեջանի նախագահը, բայց չի լինի Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, բայց կլինի Հայաստանի վարչապետը։ Լրիվ անհասկանալի եւ անընդունելի իրավիճակ է ստեղծվում։ Բացի դրանից, Հայաստանը Եվրոպական միության անդամակցության գործընթացը սկսելով նստելու է Պուտինի կողքը, իսկ Ադրբեջանը Եվրոպական միության հետ վատ հարաբերություններ ունեցողը չի լինելու այնտեղ։ Բացի դրանից, այնտեղ Հայաստանը մեծ անելիք իրականում չունի եւ դա կարող նաեւ լուրջ խնդիրներ պարունակի, հատկապես առաջի անձի մակարդակով։ Ես կարծում եմ, որ կորոնավիրուսով վարակվելը կամ որևէ ուրիշ, ինչպես Ադրբեջանի նախագահը տեսակ, թեզ ստեղծեց, որ Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումների համար պետք է մնա պետությունում, Հայաստանն էլ կարա տարբեր թեզեր օգտագործի նրա համար, որ չմեկնի այդ միջոցառմանը, մեկնելը կունենա իր հետևանքները, մենք բոլորս սա հասկանում ենք եւ հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, որովհետեւ կարա լինել լուրջ հետևանքներ ի վնաս Հայաստանի անվտանգության քաղաքականությանը, արտաքին քաղաքականությանը եւ ուրիշ։ Չեմ համարում, որ սա այնպիսի իրավիճակ է, որը ընդունելի է եւ կարելի է խուսափել եւ չմասնակցելով կարելի է հասնել ավելի մեծ հաջողության այս դեպքում։ Ուստի համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ որոշումը կատարելը շատ կարևոր է։ Տեսնենք, դեռ որևէ տվյալներ վերջնական չկան, իհարկե ցանկալի է, որ այդպիսի որոշում լինի կայացրած եւ դրա հետևանքները շատ պարզ կլինեն բոլորի համար, կարծում եմ դա օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար։ Եթե ոչ, ապա դրանից հետո մենք կշարունակենք եւ կհետևենք զարգացումներին, բայց համոզված եմ, որ կլինեն մի շարք բացասական հետևանքներ, հատկապես արևմուտքի հետ եւ Ադրբեջանը կօգտագործի դա պարզորեն։ Ամենտեղ կասի Հայաստանը արևմուտք է գնում, Պուտինի կողքն է գտնվում, մենք արևմուտք չենք գնում, իրենք այսինքն, եւ Պուտինի կողքը չենք գտնվում։ Շատ հետաքրքիր է, սա նաեւ կլինի Հայաստանի դեմ օգտագործված, սա շատ պարզ է։ Ուստի մեզ մնում է միայն հույս հայտնել, որ եւ կոչ անել, որ Հայաստանի իշխանությունները թույլ չտան այս սխալը։ Այսքանով այսօրվա այս հատվածը ավարտում եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։